Բարև ձեզ սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, 106.5 եթերում ՓՄԶ ասոցիացիայի հեղինակային հաղորդումն է Հարկեր Թուրքեր կրքեր։ Այսօր մեր հյուրն է Արթուր Խաչատրյանը, ով անկախ տեղատների ասոցիացիայի նախագահն է։ Պարոն Խաչատրյան, շատ շնորհակալ եմ, որ հրավեր ընդունեցիք, ժամանակ գտաք եկաք։ Շատ կարևոր ոլորտ եք ներկայացնում, կարելի ասել, որ տենց մարդ չկա, որ ուզած ձեր շահառուների, այսինքն ասոցիացիայի անդամ տնտեսավարողների հետ չշփվի, բայց ես ուզում եմ մի քիչ մեր հաղորդման ֆորմատով խոսենք, այսինքն երեք տեսա, որ հրապարակվել է եւս մեկ նամակ, որը ձեզ անհանգստացնում է տեղատների, այդ դեպքում ինձ հետաքրքիր էր, որ լավ էր ստացվել, այսինքն եւ անկախ տեղատներն էին եւ դեղ ներմուծող եւ վաճառող ցանցերն էին։ Այո, ինձ համար դա որպես ՓՄԶ ասոցիացիայի ներկայացուցիչ շատ հետաքրքիր էր, որ այդ տանդեմը ստացվել էր։ Դա նշանակում է, որ խնդիրը ընդհանուր է եւ տնտեսավարողները կարողացել էին մի հատ բաց նամակի շուրջ, այսպես ասած, միասնական լինել, հա։ Այդ նամակում հիմնականում խոսքը գնում էր էլի այս մեր դեղերի ներմուծման խնդիրների, չէ, տեղատոմսերի, տուգանքների եւ այլնի մասին, բայց եկեք ըստ մասերի գնանք, բայց միջև այդ ես էլի օգտվելով առիթից եւ ինձ համար շատ կարեւոր է, որ մեր երկրում շատ լինեն բիզնես ասոցիացիաներ ու միություններ ու նաեւ կոալիցիաներ, դրա համար կուզեմ երկու բառով էլի ներկայացնեք, գուցե կլինեն մեր մոտ ռադիոլսողներ, որոնք չեն ճանաչում ձեզ, այսինքն ձեր կառույցը, երկու բառով ներկայացնեք ասոցիացիան, երբ է ստեղծվել, ինչ ովքեր են շահառուները եւ այլն։ Խնդրեմ։ Շնորհակալություն հրավերի համար։ Տեսեք, անկախ տեղատների ասոցիացիան ըստ էության ստեղծվել է 2023 թվականին եւ վերջինս ներկայացնում է այն փոքր եւ միջին տեղատների իրականում շահերը, հա, եւ վերջիններից ձայնը իլուր է հանում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում մոտ գործում է 2200-ի շրջանակում տեղատներ, որոնցից մոտ 600-ը մի քիչ տարբերությամբ դա մեծածախ գործունեությամբ զբաղվող ընկերությունների պատկանող դեղատներն են, իսկ մնացածը ըստ էության փոքր եւ միջինն են, այդ թվում միգուցե մեծամասնությունը, հա, եւ փոքր եւ միջին անկախ դեղատներն են, որոնք մեծամասնությամբ որևէ մի իրավական հարթության վրա մեծածախերի հետ կապվածություն չունեն, եւ դա է մեր տվյալ պահով մենք դա ենք ներկայացնում, բայց այնուամենայնիվ, երբ որ ասոցիացիան շահեր է ներկայացնում, ըստ էության դա վերաբերվել է բոլոր դեղատներին, որևէ առանձնահատկություն չկա, թե դա մեծածախին է պատկանում, թե ասենք որևէ անհատ ձեռներեցի, հա, բացարձակ կապ չունի։ Նու կարող է լինեն խնդիրներ, չէ, օրինակ այդ ես հիշում եմ մեծածախ տեղերի ներմուծում, ասենք օրինակ իրենց պահեստի պահանջների եւ այլն, դա ձեզ չվերաբերի որպես տենց փոքր բաներ, բայց համաձայն եմ, որ օրինակ նույն դեղերի շրջանառությունը որպես կանոն այդ ամբողջ շղթայում բոլորը խաղում են, այսինքն բոլոր խաղացողները կան, նույնիսկ այդ խոշոր ներմուծողները իրենց դեղերի մեծ մասը իրացնում են ձեր շահառու տեղատների միջոցով։ Այո։ Գանք հենց ես առաջ ընկնելով եկեք քանի որ հենց խոսեցինք դրա մասով եկեք հենց խոսենք դեղերի մեր մոտ այսօր այդ ես լավ հիշում եմ այս հանդիպման ընթացքից առաջ որ խոսում ենք շատ կարևոր ու մտահոգված ասում եք այդ ձեզ ամենաշատը անհանգստացնում է դեղերի որակի եւ այդ իր փորձաքննության եւ այլն նախ շատ շնորհակալ եմ ու վստահ եմ մեր քաղաքացիների մեծ մասին էլ է բայց այստեղ նաեւ մենք պետք է խոսենք նաեւ որպես բիզնես այսինքն որպես փոքր բիզնեսներ ինչ խնդիրներ ունեն իրանք ու ինչն է խնդրեմ ես հիշում եմ որ անընդհատ այս խոսույթը կա մեր հանրության մեջ որ օրինակ կարող է դա էմոցիոնալ է ասում են որ մեր մոտ առած դեղը ավելի վատ է ազդում հա տենց ինչ որ խոսակցական քան ասենք օրինակ նույնիսկ Վրաստանին են բերում օրինակ կամ եվրոպական նույն այսպես ասած ազդող նյութով դեղը առնում են ավելի լավ ազդում միֆ է սա թե իրականում կարա լինի տենց բան Գիտեք, կարելի է ասել, որ իրականում միգուցե եւ որոշակի շատ չնչին տոկոս դա լինի։ Ինչու կարա լինի։ Հիմա տեսեք, նախկինում դեղերը երբ որ ներմուծվում էր Հայաստանի Հանրապետությունում, ինքը ըստ էության անցնում է 3 փուլ։ Մի փոքր հետ գնամ եւ սենց ասեմ, որ շրջանառվող դեղերի, այսինքն 92%-ը ներմուծվող է, մնացած 8%-ը Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն Հայաստանում շրջանառվող դեղերի 92%-ը ներմուծվող է։ Այդ ներմուծվող դեղերը, երբ որ պետք է ներմուծվի Հայաստանի Հանրապետություն, կապ չունի երրորդ երկրից, թե ԵԱՏՄ շրջանակում եւ այլն, հա, այն ամենայնիվ պետք է անցնի
փորձաքննություն իդեմս առողջապահության նախարարության եւ փորձագիտական կենտրոնի։ Փորձաքննությունը տարանջատվում է 3 փուլի, հա, առաջի փուլով դա ներմուծվող փաստաթղթային փորձաքննությունն է, երկրորդ փուլով դեղի նմուշի եւ արկա նմուշի, այսինքն փորձաքննության ժամանակ դրա փորձակն եւ երրորդը ամենակարևորը դա որակի փորձաքննությունն է։ Տվյալ դեղի որակը համապատասխանում է իր նախորոք տված արդեն իսկ գրանցված դեղի որակի։ Քաղաքացիների լեզվով ասած բաղադրությունն այո, մեջի արկայությունը համապատասխանում է թե չէ։ Մոտ 3 թե 4 տարի առաջ փոփոխություն եղավ օրենսդրական դաշտում եւ որպես լոյալություն ավելի այդ կետը հանվեց պարտադիր լինելու, նախկինում պարտադիր էր, երրորդ կետը դա պարտադիր էր, այսինքն ներմուծվող ապրանքի մոտ 10-15%-ը փորձում էին փորձաքննություն անեին լաբորատոր եւ այդ ժամանակ ի հայտ էր գալի խնդիրներ, թե համապատասխանում է թե չէ։ Իմ փորձով, քանի որ ես շուրջ երևի 25 տարվա փորձ ունեմ, կարող եմ ասել, որ շատ բազմակի դեպքեր էին եղնում, երբ որ ներմուծվող այդ դեղերի մեջ լինում էր անորակ ապրանք եւ չէր թույլատրվում։ Հիմա վերջի այս 4 տարվա մեջ ըստ էության նման դեպք չկա։ Ասոցիացիան բազմիցս առողջապահության նախարարությանը խնդրել է տրամադրել վերջի 3-4 տարուներ վիճակագրություն, թե արդյոք իրականացվել է ներմուծման ժամանակ, շրջանառության ժամանակ որևէ լաբորատոր փորձաքննություններ, տարբեր պատասխաններ էր տալի, ըստ էության այդ պատասխանների ներքո, երբ որ նայում ենք, ըստ էության չի իրականացվել դեղի որակի փորձաքննություն, այսինքն փաստացի մենք չգիտենք տվյալ դեղը վերջի համապատասխանում է թե չէ։ Այդտեղ կա մի շատ կարևոր խնդիր, տեսեք, երբ որ դեղը գալիս է Հայաստանի Հանրապետություն, ինքը չի մտնում միանգամից շրջանառության մեջ, պետք է մնա պահեստում, մաքսային պահեստում եւ պահեստում մնալուց հետո փորձաքննություն իրականացնելուց հետո նոր բաց թողվի։ Ըստ օրենքի, ըստ գործող կանոնակարգի պետք է առավելագույնը 7 օրում տրամադրեն փորձաքննության եզրակացությունը, բայց փաստացի վերջի 1 տարվա մեջ կարող եմ ասել, որ 30 օրվա ընթացքում է դա տեղի ունենում։ Հիմա դրա մյուս կարևոր հանգամանքը։ Նույնիսկ այդ որ բարդ կտորը հանել են, այսինքն երրորդ կտորը, որը բաղադրությունն է ստուգում, նույնիսկ առանց դրա 30 օր է տևում։ Այո, ասեմ ավելի, նախկինում, երբ որ այդ բարդ կտորը կար, ինքը 7 օրում էր տրամադրվում։ Հետո այդ բարդ կտորը հանեցին, ասեցին դա թողում ենք տնտեսվարողի վրա եւ տնտեսվարողի ցանկությունն է, այսինքն ներմուծողի ցանկությունն է իր դեղի որակը ստուգի թե չստուգի։ Դե բնականաբար տնտեսվարողը եթե մի դեղի համար 50-ից 60 հազար պետք է տա, որ որակը փորձի, 10 դեղի համար 500,000 տա, որ փորձի, բնականաբար եթե ըստ կոմերցիոն տեսանկյունից առաջնորդվելով չի անում, հասկացա։ Իսկ ինչու է 30 օր տևում, պարոն Խաչատրյան։ Տարբեր դիրքորոշումներ են ներկայացնում, մենք տվյալ հարցը նույնպես բարձրացնում ենք։ Չեն հասցնում անձնակազմակից։ Չեն հասցնում իրականացնել, չեն հասցնում փաստացի իրականացնել։ Ինչ է եղել, այդ տարբերություն նախկինի ինչ է։ Չեմ կարող ասել։ Ավելի շատ ենք սկսել դեղներ մուծել։ Կարծես բնակչության թվի որոշակի չափով է։ Դրա մասին է խոսեմ, որովհետև թվերը մոտավորապես հիշում եմ, շատ չնչին է քանակական առումով, եթե կարելի ասել, ասենք վերջի 3 տարվա մեջ այդպես վերցնենք մոտ մի 15-ից 20% է ավելացել դեղերի շրջանառությունը։ Ներմուծումը թե ընդհանուր։ Ներմուծումը ըստ արժեքի, ինձ մոտ արժեքային տվյալներ են։ Բայց դա կարող է լինի, որ քանակային նույնն է։ Կարող է եւ քանակային նույնը լինի, հա։ Նու ենթադրում եմ, որ առնվազն մի մասը գնա։ Ինչը տեղի ունենում, այդ 1 ամիսը, երբ որ մնում է մաքսային պահեստում, հիմա հարց է առաջանում։ Միգուցե հենց մաքսային պահեստում է եւ խնդիր առաջանա։ Այնտեղ ջերմային ռեժիմի պահպանում կա բան կա, չէ։ Իհարկե չի կարող լինել, ինչու չի կարող լինել, որովհետև նախ առաջինը ես ունեմ գրավոր պատասխան, որ մաքսային պահեստների, որը որ գրեթե 6-7 պահեստ են, հա, միայն մի պահեստը ուներ մեծածախ դեղերի լիցենզիա, հա, մեծածախ իրացման կամ պահպանման լիցենզիա։ Մնացածը ոչ մեկ չուներ։ Օրինակ նույն Կարգոն Զվարթնոց օդանավակայանը, որտեղ մեծամասնությունը գալիս է նաև այնտեղով, չունի ինքը պահպանման։ Իսկ ով է դրա համար պատասխանատու։ Լիազոր մարմինը։
Կառավարության որոշման դեղերի շրջանառության հետ կապված խնդիրները եւ ամբողջ խնդիրների հետ կապված Ես հիմա նկատի ունեմ, ասենք մենք հիմա տնտեսվարողի տեսանկյունից նայենք, նո բնականաբար շատ առաջնային է, ինձ մտահոգեց նաեւ այդ որ սպառողի տեսանկյունից էլ մենք այդել լուրջ խնդիր ունենք, առնվազն հիմա մեր խոսակցությունը շատ կասկածների առիթ կառաջացնի էլի մարդկանց մոտ։ Ամեն դեպքում հիմա գամ հələ որ տնտեսվարողի, որը ներմուծել է, դիմել է ըստ սահմանված կարգի ու 7 օրվա փոխարեն իրեն տալիս են 30 օրում 20 օրում, 25 օրում, 15 օրում, մինչև 30 օր։ Մինչև 30 օր, շատ լավ։ Ունեք դեպքեր, երբ որ դուք այսպես ասած հայց եք ներկայացրել կամ պարտադրել եք, այդտեղ մենք այլ լծակ ունենք ազդելու։ Այդ հասկացա, քաղաքականություն մշակողը առողջապահության նախարարությունն է, փորձաքննությունն էլ կարծեմ իրանց ենթակա ՓԲ-ը, չէ, հիմա արդեն ՊՕԱԿ է։ ՊՕԱԿ-ը, առաջ ՓԲ-ն լուծարվեց եւ առանց իրավահաջորդության ի զարմանս մեզ առանձին ստեղծվեց պետական ոչ առևտրային կազմակերպություն։ Լավ, հələ դա չմտնենք չեմ անում, այդ ինչ լոգիկա են դրել։ Ամեն դեպքում այդտեղ էլ է բան։ Հիմա ունեք դեպք, որ որպես ասացիա, ասենք այդ ոնց որ դրա հետևից գնացել եք ու ինչ որ արդյունքի ստացել։ Գիտեք, գոնե ասենք ոնց ասեմ, գումարային հետ պահանջ կամ կորցրած ոնց է չվաստակած եկամուտ եւ այլն։ Անկեղծ ասած ասոցիացիան չէ, փորձել է իրականացնել, խնդրել է որ տնտեսվարողը ներկայացնեն, ուղղակի տնտեսվարողները, քանի որ որոշակի չափով խուսափում են նույն առողջապահության նախարարության կամ պետական մարմինների հետ մտնեն որևէ խնդրահարույց խոշոր խաղացողներ, խոշոր խնդիրներ չեն ցանկանում մտնել, որովհետև այդ դաշտը մնում է այդպես։ Բայց ներքին կարգով բոլորի մոտ այդ խնդիրի կա։ Բարձրաձայնում են, բազմիցս բարձրաձայնվել է այդ հարցը, որ ժամանակային առումով շատ են ուշացնում, ինչևէ դա որևէ մի հետևանք կարելի է ասել։ Գանք չգրանցված տեղերին, պարոն Խաչատրյան։ Ես մեր ռադիո լսողներին ասեմ, որ շատ դեպքերում մենք ինքներս, օրինակ, բժշկի խորհրդով կամ բան, ասենք, երբեմն լինում է այդ ամեղության կանխավարկածը պահպանելով, լինում է որ բժիշկը ասում է, ես գիտեմ, որ սա չգրանցված է, բայց սա է քեզ պետք, ասենք, պացիենտին ասում է, սա է քեզ պետք, գնա փորձի գտնես, հա, տենց դեպքեր ցավոք սրտի բոլորս երևի տենց առնչվել ենք ու գնում ենք ինչ-որ դեղատններով, ինչ-որ տեղեր կան դեղատններ, որոնք անուն ունեն ու գիտենք, որտեղ միշտ կա այդ չգրանցված տեղերը աշխատում են եւ այլն, բայց գնում ենք այդ պահին մենք չենք նայում, չէ՞, սա օրենքի, որտեղ արագ մեզ պետքա մեր հիվանդը լավանա ու ասել են սա օգնում է ու փաստացի էլ շատ դեպքերում ես տեսել եմ որ իրականում այդ տեղը առել են օգնել է քան ասենք դրա փոխարինողը կամ եսիմի սա նաև բերում է որոշակի դեղերի մեր մոտ դեֆիցիտի, չէ, որ ասենք դա դժվարությունն է, որ օրինական բերեն, այսինքն այն օրինական խաղացողը չի ուզում մտնի այդ դաշտ, ուզում է օրինական բերի, բայց կոմերցիոն տեսանկյունից դա երևի թե ձեռ չի տալիս։ Ինչն է այստեղ որ տենց ես մի քանի հոգու հետ խոսել եմ այս թեմայով, որտեղ կան բարձր վճարումներ, որ ասենք ձեռք չի տալիս, մեր շուկան փոքր է, տենց ինչ որ հիմնավորումներ են բերել, որ այդ անուն դեղը գրանցել բերել ու պլյուս այս նույն պրոցեդուրալ խնդիրներն է, որը դժվարացնում է նոր դեղատեսակ օրինական ներմուծել եւ վաճառել։ Բայց փաստը մնում է փաստ, որ դրա սպառումը մենք ունենք, այսինքն անօրինական կա եւ ունենք տենց հիվանդներ, որոնք դրանք կարիքը ունեն։ Տեսեք, անկախ ամեն ինչից Հայաստանի Հանրապետությունում դեղերը շրջանառվում են դեղերի մասին օրենքի կարգավորումներով։ Դեղը կարող է շրջանառվի Հայաստանի Հանրապետությունում, այդ թվում կիրառվի, եթե այն գրանցված է Հայաստանի Հանրապետությունում։ Փետրվարի դրությամբ 2025 թվականի Հայաստանի Հանրապետությունում գրանցված է, եթե չեմ սխալվում, 3260 անվանում դեղ։ Դա շատ քիչ է, չէ՞։ Իրական շուկայում միջազգային ստանդարտներով մեր նման փոքր երկրներին, հա, մոտավորապես 3 միլիոն բնակչություն ունեցող երկրներին անհրաժեշտ է մոտավորապես 7-ից 8000 անվանում դեղ։ Եվ նաև ասեմ, որ 18 թվականին, թե 19 թվական, 18-19 թվականին մեր մոտ գրեթե գրանցված էր 5000 անվանում դեղ։ Այսինքն ամպլիտուդան որ ցույց է տալի, վերջի այս 3-4 տարում մեր մոտ 40% նվազել է գրանցված դեղերի քանակը։ Այսինքն այն դեղերը, որը որ բժիշկը իրավունք ունի նշանակելու եւ այդ դեղը պետք է լինի դեղատանը
եւ դեղատնում դա վաճառք իրականացվի։ Փաստացի դրանից է գալի այն հանգամանքը, որ անկախ ամեն ինչից գանք նորից հետ, օրինակ նույն բժիշկը 19 թվականին եթե նշանակում էր որևէ X դեղ, հա, հիմա եկել է 24 կամ 25 թվականը, այդ նույն դեղը էլի բժիշկը նշանակում է, չէ, բայց այդ դեղը արդեն գրանցված չի, բայց պացիենտին անհրաժեշտ է։ Այդտեղ ինչ է առաջանում, բնականաբար պացիենտը դեղատոնը սպրոս է առաջացնում եւ դրանից հետո կամաց սկսվում է ոչ օրինական ձևով տվյալ դեղերը ներմուծվել Հայաստանի Հանրապետություն եւ իրացվել, որտեղ այլ ճանապարհ չկա։ Մի բան ասեմ, խնդիրը կասեք, պարոն Խաչատրյան, ինչու է այդպես։ Գրանցված չի, ինչու է գրանցված չի։ Կան մի քանի խնդիրներ։ Առաջին, հիշենք, որ մենք գտնվում ենք ԵԱՏՄ շրջանակում, այսինքն ԵԱՏՄ պայմանագրային շրջանակում եւ դեղերը պետք է գրանցվեն արդեն շուրջ 1 տարուց ավել է, պետք է գրանցվեն ԵԱՏՄ կանոնակարգով։ Ինչ է դա նշանակում։ Կապ չունի ԵԱՏՄ 5 երկրներից, որ երկրում է դեղը գրանցվում, մի նույն նորմատիվային կարգով է։ Եթե չեմ սխալվում, ԵԱՏՄ 78 որոշումն է, հա, որի շրջանակում դեղը պետք է գրանցվի։ Դա Հայաստանում կլինի, Ռուսաստանում, Ղազախստանում, 5 երկրներից որևէ նույն կանոնակարգով է։ Հիմա ինչ կա սենց մի դրույթ, որ ասում է արտադրողը երբ որ հայտ է ներկայացնում դեղը գրանցելու, պետք է այդ հայտի ժամանակ նաև ասի, որ ես ցանկանում եմ նաև այն որևէ այդ 5 երկրներից այլ երկրում է լինի դեղը, հա, այսինքն որպեսզի ճանաչվի այնտեղ։ Դրա հետ կապված, քանի որ Հայաստանի շուկան շատ փոքր է, հա, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ մոտ փաստաթղթերը շատ բարդ են նայում, դա ժամանակային հատվածին բոլորն է կարող են դեղ գրանցողները կամ արտադրողները կարող են վկայակոչել դա։ Դրա պատճառով կարծես Հայաստանին անտեսում են։ Ասում են, չէ, չենք ուզում, որովհետև շուկան փոքր է։ Իրանց կողմից տարբեր անհասկանալի փաստաթղթեր է ուզվում, դրա համար մենք չենք էլ ուզում, խուսափում են ստեղ մտել։ Դրա հետ կա նաև արժեք, որտեվ բացի այն, որտեղ այնտեղ վճարում են, Հայաստանում պետք է վճարեն։ Օրինակ մի դեղի գրանցման ԵԱՏՄ շրջանակում գրանցման համար 2 միլիոն 100 000 է, եթե չեմ սխալվում։ Իսկ Ռուսաստանում եթե գրանցի։ Ռուսաստանում դրանից թանկ է, բայց Ռուսաստանի շուկան տասնյակ անգամ, 20 անգամ ավելի մեծ է։ Դրա համար շատ լավ, եթե այնտեղ գրանցի կարա, արդեն որպես ԵԱՏՄ շուկա ստեղ բերի նաև այդ ապրանքը։ Հիմա եթե ինքը դիմում է եւ Հայաստանը պետք է ճանաչի դա, այսինքն պետք է արտադրողը առաջի հերթին Ռուսաստանը որպես ռեֆերենտ երկիր, ասի ես նաև ուզում եմ Հայաստանում էլ դա գրանցվի։ Այդ ժամանակ գրանցման գործընթացից ավարտից հետո Հայաստանը այդ նույն Ռուսաստանի կողմից գրանցված դեղը պետք է ճանաչի։ Հակառակ դեպքում չի լինում։ Այդ վրախանք Հայաստանը նորից տնտեսվարողը պետք է վազվզի դրա հետևից ասի Հայաստան ճանաչի, արտադրողը նույն այդ արտադրողը դրա հետևանքով հասկանում են, որ նաև այս հիմնական դրույթը կա։ Իրանք հասկանում են, որ ուշ թե շուտ, որը որ տարիներ շարունակ հիմա փոփոխվում է, ժամանակին մինչև 20 թիվներ, հետո 23 թիվը, հիմա 25 թիվը, հիմա ուզում են փոփոխեն 27 թիվը, որ շուկան միասնականը լինելու կապ չունի ԵԱՏՄ-ի, կապ չունի Ռուսաստանում են գրանցում, թե Ղազախստանում։ Այդ պատճառով չեն ուզում մտնեն այս փոքր շուկայի հետ կապված խնդիրների մեջ։ Այսինքն, եթե ամփոփեմ այս կտորը, պարոն Խաչատրյան, ստացվում է, որ պայմանական շվեյցարական չէ, իրանք հայտնի են դեղագործության մեջ, ասենք լավ ֆիրմա է, որը արտադրում է ինչ-որ լավ որակի դեղ, X տիպի դեղ, հիմա իրան ոնց որ կներեք արտադրությունից 100 տարի պետք չի գա Հայաստան։ Միանշան։ Մեր դեղների մուծողներն են տեսնում, որ դա լավ դեղ է, պայմանական տեսնում են, որ դա այսպես ասած չգրանցված վաճառում է, փորձում են, ասում են, ինչ կլինի շվեյցարացի ջան։ Արի գրանցվի, ասում են, դες Ռուսաստանում գրանցվել եմ, ինձ լրիվ հերիք է այդ։ Դու եթե ուզում ես, դու ինքդ արա։ Այսինքն, ստեղի տնտեսվարողն է, չէ՞, սկսում մեր այսպես ասած այդ պոակին դիմել, ասել պոակենի ճանաչի, հա, այդ process-ի մեջ։ Մոտավորապես այդպես տեսեք, նախկինում քանի որ Հայաստանի Հանրապետություն պաշտոնական ներկայացուցիչները դեղարտադրողների շատ են, գրեթե ամենամեծ
խոշոր արտադրողները ունեին Հայաստանում պաշտոնական ներկայացուցիչներ եւ իրենց գործունեության կարելի ասել շնորհքով էր, որ Հայաստանում գրանցվում էր այդ որակյալ, հա, կարելի ասել եվրոպական, ամերիկյան կամ ճապոնական դեղերը, բայց կամած երբ որ մենք գնացինք արդեն ԵԱՏՄ-ի շուկա, դե իրանք ասում են հարգելիներս, նույն դեղը մենք գրանցում ենք ԵԱՏՄ-ում։ Եթե հիմա օրինակ այսօրվա դրությամբ ԵԱՏՄ-ի միասնական ռեեստրում, ոչ թե Ռուսաստանի, այլ ԵԱՏՄ-ի միասնական ռեեստրում գրանցված է 8500 անվանում դեղ։ Ընդհանրապես Դեռ այդքան, բայց Ռուսաստանը իր համար ունի գրանցված եւս 17000 անվանում դեղ։ Հասկացա։ Տեսեք ինչ է։ Զարմացա որտեղ ռուսական շուկայի համար շատ չէ, ինքը ԵԱՏՄ շրջան, դրա համար շեշտ, այսինքն կա միասնական ազգային կանոնակարգով գրանցված եւ ԵԱՏՄ-ով։ Բայց այդտեղ էլ խնդիր ունեն։ Այդտեղ էլ ԵԱՏՄ-ի կանոնակարգով։ Այդտեղ էլ ԵԱՏՄ-ի հիմա խնդիրը ինչու՞մ է, շատ կարեւոր հանգամանք է։ Այս տարվա վերջ ավարտվում է սինխրոնիզացման, հա, ժամանակահատվածը, այսինքն պետք է մինչև 25 թվականի ավարտը բոլոր դեղերը, որոնք որ գրանցված են ազգային կանոնակարգով, հա, նորմատիվներով, իրանք պետք է սինխրոնիզացվեր ԵԱՏՄ-ի հետ։ Բոլորը 5 երկրներում։ Բոլորը, այո։ Բայց ցավոք սրտի կարծես չեն հասցնում, ուզում են հետաձգեն մինչև 27 թիվը։ Բայց այնուամենայնիվ դրա պատճառով էլ է, որ շատ արտադրողներ, դա խոշոր արտադրողների մասին է, հա, չեն ուզում ներկրվել այս ամեն ինչի մեջ։ Դրա պատճառով նաև Հայաստանը Այսինքն, այստեղ ես եթե սխալվում եմ, ինձ ուղեք, իսկ կարող է պետությունը, իդեմս քաղաքականություն մշակող մարմնի, ինքը անի դա, ասենք օրինակ ինքը վերլուծություն կատարի ու տեսնի, որ պայմանական, ասենք, էսենց տեղի կարիք ունի մեր բնակչությունը, որտեղ մեծ վիճակագրական տվյալներ ունի, ու ինքը նախաձեռնի դա, ոնց ասած, այդ դեղի մուտքը ապահովի դեպի հայկական շուկա ու ազատ թողի, որ տնտեսվարողները արդեն ով ուզենա բերի, թե տենց կստացվի, որ ինքը ձեռնարկատիրական դաշտ է մտնում։ Չէ, անկեղծ ասած, տեսեք ոնց էր կատարվում վերջի 3 տարում։ Քանի որ մեր ցավալի, ասենք թե պատերազմի ժամանակ եւ COVID-ի ժամանակ Առողջապահության նախարարությունը, ելնելով արտակարգ իրավիճակներից, օրենքի դրույթից, սկսեց թույլատրել այն դեղերը, որը անհրաժեշտ է։ Կապ չուներ գրանցվածը եւ այլ։ Բայց ահագին է լուծես դեֆիցիտի հարցը։ Այդ եմ հասնում։ Ինքը 21 թվականից, ըստ էության 20 թվականից մինչև 23 թվականը ապահովեց Հայաստանի Հանրապետությունում անհրաժեշտ դեղերի քանակը։ Եվ 23 թվականից երբ որ դա դադարեցվեց, բայց անկախ ամեն ինչից բոլորը գիտեին, որ 23 թվականին դադարում է, 22 թվականի ավարտին սկսեցին պայեստավորել։ Իր դեղերի պայեստավորումը դա նշանակում է, որ առնվազն 1 տարվա պաշար կարող են հավաքել։ Ու մինչև 23 թվականի ավարտը գրեթե այդ պաշարը կար։ Ու դեֆիցիտը, հա, դեղերի հետ այդքան չէր երևում։ 24 թվականին սկսեց ի հայտ գալ։ Բայց ուզած առողջապահության նախարարությունը իմ եղած հիմնավոր տեղեկություններով բուժ հաստատություններին, որոնց անհրաժեշտ է դեղորայք բուժման համար, հա, սկսում է թույլ է տալիս, այսինքն տվյալ կլինիկային, տվյալ մեծ բկներին թույլատրում է չգրանցված դեղերի ներմուծումը։ Առանց այդ պրոցեդուրան առանց այդ գործընթացը անցնելու, այո, բայց այնուամենայնիվ թույլ է տալի։ Հիմա մեր առաջարկը օրինակ դա էլ տնտեսական մրցակցության մասով խնդիր չի։ Միանշանակ այդտեղից հարցը առաջանում։ Բուժառուն երբ որ գնում է տվյալ ԲԿ, հա, եթե այնտեղ բուժում է ստանում, նշանակում այդ դեղը կարող են կիրառեն, բայց նույն բուժառուն եթե գնում է տվյալ նույն բժշկական հաստատությունը եւ այնտեղ ուղակի բժիշկն է նշանակում, ոչ թե այնտեղ է բուժում ստանում, նշանակում է դեղը դեղատնից չկա, չի կարող մահ։ Այդտեղից էլ է առաջանում դեֆիցիտի հարցը։ Դա էլ հակամրցակցային բան է, պետք է դիմենք ցավոք սրտի մենք տնտեսական մրցակցության։ Մեր առաջարկ, օրինակ իմ առաջարկը, որը որ վերջերս տեղի ունեցավ, ասում ենք ինչ, հարգելիներս, գոնե տվյալ 8500 անվանում ԵԱՏՄ գրանցված դեղերից, որտեվ նույն կանոնակարգով է, հա, ինչ տարբերություն Ռուսաստանի մարմինն է փորձագիտական արեփորձակնություն, թե Հայաստանի։ Դիմեք այդ արտադրողին, այն անհրաժեշտ է, միգուցե 1000 անվանում, միգուցե 2000 անվանում,
դուք վերցրեք եւ դա գրանցված համարեք, Էդ էի որպեսզի հարցնում, բան ստեղի տնտեսվարողները Դա առասյոն իրավունք ունի պետությունը դիմի դա սինխրոնիզացնի իհարկե, ու շուկան ազատ թողի, ով ուզում է որ տնտեսվարողությունը եթե բերեց ինքը գրանցում ճանաչեց, իհարկե կարան արդեն մրցակցությունը ինքնին կկարգավորի կբերի տեղը, հա, ցավոք սրտի դա չկա։ Դա ես ենթադրում եմ նաև ֆինանսական ծախս չի, չէ՞, եթե արդեն այնտեղ գրանցված է։ Չէ, այստեղ եթե ճանաչումը նորից առողջապահության նախարարության ձեռքի տակ է, որովհետև ինքը կարող է, եթե ուղակի փոփոխություն անի կանոնակարգի մեջ, ուղակի ճանաչի իրանց հավաստագրումը, դա արդեն որևէ ծախս չի լինի։ Իսկ եթե փորձաքննություն պետք է լինի, դա լրիվ այլ բան է։ Բայց փորձաքննության համար խնդրեմը ինչու, որովհետև իմ եղած տեղեկություններով առողջապահ նույն փորձագիտական կենտրոնում հերթ է դեղերի գրանցման հետ կապված։ Ֆիզիկապես ինչպես չեն հասցնում ներմուծման այդ 7 օրվանը տալիս են 20-ից 30 օրվա, նույնն էլ գրանցման ժամանակ։ Գրանցման գործընթացը պետք է տևի օրինակ, հա, մոտավորապես եթե չեմ սխալվում 4 ամիս, հա, բայց փաստացի տարին անցնում է իր։ Վաու։ Դրանից է խնդիրը, որ շատ տնտեսվարողներ, արտադրողներ ուղակի փախնում են այդ խնդրից։ Խնդիրը առաջացնում։ Մինչև գրանցի, մինչև կոնկուրենտը գրանցի, մինչև որտեվ իրանք ապագան էլ չգիտեն ինչա կատարվելու, որտեվ արդյոք մինչև գրանցվի թույլ տան դա մնա, որտեվ հիմա Հայաստանի Հանրապետությունում մինչև այս տարի, եթե չեմ սխալվում, գրանցվում էր մեծամասնությամբ, այսինքն 90%-ից ավելի ազգային սպառման համար, այսինքն ազգային կանոնակարգերի համաձայն, այսինքն միայն Հայաստանում պետքա սպառեին, բայց հիմա պետքա պարտադիր գրանցումը տեղի ունենա ԵԱՏՄ կանոնակարգով, անկախ ամեն ինչից։ Հիմա այդ արտադրողը չգիտի, վերջիվերջո որով իրականացնի, որովհետև ներքինով մի քիչ լոյալ է, ավելի մեղմ են մոտիկանում հարցերին եւ այլն, ԵԱՏՄ-ով դա նշանակում է մնացած երկրներն է պետք է ճանաչեն այդ ամեն ինչը։ Կանք մեր մյուս հարցին, հուսով եմ կհասցնենք սրա մասին խոսենք, որտեղ այս թեման էլ է շատ քննարկվել, դեղատոմսերով դեղերի դուրս գրումը եւ դրանց տուգանումը, այսինքն այդ կանոնի չպահպանման տուգանումը։ Ես ինչքանով գիտեմ ու տենց մի քիչ էլ ասում եմ նախքին աշխատանքի փորձով, որ այստեղ տենց կանոնակարգ դրվեց, որ պարտադիր է, որպեսզի բժիշկը սահմանված կարգով, այսինքն առողջապահության նախարարության կողմից սահմանված կարգով դեղատոմսով դուրս գրի դեղը եւ պարտադիր է, որպեսզի դեղատունն էլ դեղատոմսով վաճառի այդ դեղը։ Նու բնականական դեղեր, որոնք դեղատոմսով դուրս գրվող չեն, այսինքն դրանք կթվարկեք դուք ասենք ինչ որ բաներ են, օրինակ ես գիտեմ որ ճնշման եւ այլն դրանք էլ կամած չէ, եկան դեղատոմսով արդեն, բայց անցած տարի կարծեմ տենց չեն որ մի պահելը դրա մի պահել դրա համար դիֆիցիտ եղավ ինչ որ մարդիկ արագ ճնշման դեղեր էին առնում եւ այլն, ամեն դեպքում այստեղ ես իմ տեսանկյունից ասեմ որ այստեղ այդ նույն են բանի պատմությունն է, ով է մեղավոր, հավի ձվի, ասենք էսա եւ այլն, բայց ես արագ առաջ անցնելով ասեմ որ օրինակ անունը չտամ, բայց ասենք շատ հայտնի բժիշկի մասին եմ խոսում, որի մոտ այդտենց միշտ հերթ է պացիենտների ցավոք սրտի տենց բաները, այդ հիվանդություններն մեր երկրում շատանում են, ու տենց դու հասկանում ես, որ այդ բժիշկը պարզապես ֆիզիկապես ժամանակ չունի ինչ որ բանի։ Հիմա կասենք ասիստենտներ, նայում եմ իր կողքը ասիստենտներ էլ կան, որոնք շատ դեպքերում այնտենց իրականում կանգնել եմ հետը այնտենց ոչ աշխատանքային ժամին, որտեղ աշխատանքային ժամին հնարավոր չի խոսալ։ Նախ ես խոսում եմ իր հետ, ասում եմ կանոնակարգի, թող ասենք դու նշանակեցիր, թող այդ ասիստենտդ գնա գրի, ես ինչ անի եւ այլն բան, որ ինքը պատմում է իրականում դու ամբողջ սխեման պատմում, դու հասկանում ես, որ այդ մարդը իրականում չեմ ուզում այդպես բանեմ, ստեղծագործ ու ծանր աշխատանք անի։ Որովհետև ինքը ամեն այդ պացիենտի մասով ինքը մտածում է, խորանում է, բան, այսինքն ինքը թուղթ լրացնող, ես նաև ասում եմ, տեսչական մասով էլ ենք մենք հանդիպում, որ շատ դեպքերում գնում էր ինչ-որ շատ հայտնի բժիշկին մի հատ ինչ-որ թուղթը չլրացնելու համար տուգանում է։ Բայց այդ մարդը, ասենք, բան գործ էր անում, էլի, այսինքն այս հարցն է ոնց է։ Հիմա չեմ կհասցնենք խոսել թե չէ, ընդհանրապես դա պետք էր թե չէ այդ դեղատոմսերի պարտադիր լինել չլինել, որտեղ ես գիտեմ, որ եվրոպական երկրներում էլ շատ բաներ կան, որոնք դեռ պարտադիր չեն ու շատ դեպքերում էլ այստեղ խոսքը գնում հենց առողջության հետ ու այդ պահին, ասենք, մենք էլ տենց սովոր ենք, չէ, արագ իջնում ենք, էսի նշանակել են հեսա եւ հասկանում եմ, որ այստեղ նաեւ մշակութային փոփոխություն պետք է լինի։ Բայց sense կտրուկ ու արդյունքում հիմա ստացվում է
տուգանվում են դեղատները, միայն տուգանք, հա, բայց հարցը չի լուծվում, այսինքն տուգանքով չի լուծվելու, էլ։ Տեսեք, եկեք տարանջատենք, որ sense tense դեղերը բաժանվում են երկու մասի՝ դեղատոմսով ու առանց դեղատոմս։ Նորից գալիս ենք այն հարցին, որ գրանցված դեղերի մասին է խոսքը, այսինքն 3269։ Կներեք, հիշեք ձեր խոսքս շատ լավ կապ էլի դուք տվեցիք, որովհետև մենք մինչև հիմա որ խոսում ենք, որ ունենք դեղեր, որի պահանջարկը ունենք մենք, բայց ներկայացրեցինք գոնե որոշ պատճառներ, ինձ թվում է պատճառները կարենք էլի թվարկենք, բայց որոշ պատճառներ դրանք օրինական գրանցված չեն, բայց մենք օգտվում ենք դրանից, նույնիսկ բժիշկներն են ասում կներես սա է քեզ օգնում գնա գտիր, ես չեմ ասում են բժիշկներին, որոնք ուղղորդում են ինչ-որ դեղատուն, այդտեղ ուրիշ հարց է, բայց ասենք ասում են սա է գնա գտիր կա, այդ ու ստացվում է որ այդտեղ ուզենա էլ այդ բժիշկը չի կարող դեղատոմս գրի, որտեվ ինքը գիտի որ դա չգրանցված է ու դա իր մեղքը չի որ, այսինքն հիմա դեպքում բժիշկին էլ կտուգանա դրա համար։ Բայց հիմա բժիշկին էլ հասկանանք, որ դա իր մեղքը չի, ինքը գիտի հստակ էս պրեպարատն է իրան օգնում, ինքը չի էլ կարա դա գրի։ Այո։ Լավ բաներ էլի որ պետք է նայենք որ նաև ստացվում է 3 խումբ ունենք, այսինքն գրանցված դեղեր, որոնք դրանց մեջ կան դեղատոմսով դուրս գրվող եւ չգրվող եւ չգրանցված դեղեր, որոնք անհնար է դեղատոմսով իրենց չգրանցված դեղերի կարող եմ ասել, որ չգրանցված դեղերը որոշ շրջան առվում են, գրեթե մեծ ամասնությունը դա դեղատոմսով է։ Դժվար դեղատոմս, դժվար են մատչելի բան դե, առանց դեղատոմսի դեղերը դա այն սովորական դեղերն են, գլխացավի կլինի եւ այլն։ Իսկ չգրանցված դժվար դրսից ասկոֆեն բերեն կամ պարացետամոլ բերեն, հա, այդ հանրահայտ դեղերը, հա, նման բաներ չի լինում։ Եկեք նորից անդրադառնանք։ Հիմա, ինչպես ասեցի, գրանցված դեղերը երկու խմբի են։ Դեղատոմսով ու առանց դեղատոմս։ Մոտավորապես այդ 3260-ից ինչքան հիշողությունս չի դավաճանում 2500-ը պետք է լիներ 2400-ը դեղատոմսով, այն մնացածը առանց դեղատոմսի, որոնց ցանկը հրապարակված է։ Տեսեք ինչ տեղի ունեցավ անցած տարի 2024 թվականի մարտի 1-ին որոշումը տեղի ունեցավ կառավարության փոփոխություն եւ 470 անվանում դեղ այդ գրանցված ցուցակից պետք է բաց թողնվեն էլեկտրոնային դեղատոմսով։ Խոսքը չի գնում դեղատոմս առանց դեղատոմս, խոսքը էլեկտրոնային դեղատոմսով էր, միայն։ Անկախ ամեն ինչից բժիշկները դեղատոմսը գրում են, հիմա դեղատոմսը գրում էր թղթի վրա, ձևաթղթի վրա, իր բլանկի վրա, թե ոչ, հիվանդը դրանով էր գնում, ինչ-որ թուղթ տալիս էր դրա հիման վրա են գնում, բան են կանում, նաև խոսակցական ասում ենք սրա ձեռագիրը չենք էլ հասկանում։ Ասենք գիտեք գնում են պացիենտը գնում է դեղատուն եւ ասում է գիտեք մի հատ ինձ անտիբիոտիկ տվեք, ես էլ գնամ դա ներարկեմ, չէ, այտենց չի լինում, բժիշկն է ներկայացնում, որովհետեւ այտենց պացիենտ էլ չի լինի, որ ասի ես գնամ, մի հատ ինձ ներարկում տվեք, չէ, չի լինի այտենց բան։ Հիմա այդ 470 անվանման հետ կապված առաջին 1 շաբաթը կարող եմ ասել, այդ մարտ ամսին, անցած տարվա, այս նույն մարտ ամսին, որոշակի շարժ եղավ, որպիսի դեղատոմս դուրս գրեին։ Բայց այս տեխնիկական չէ։ Տեխնիկական բաներ կար, այդ մի ամիս, 2 ամիս փորձում ենք Արմեդ համակարգի հետ կապված այդ խնդիրները, բայց այդ 10-15 օրը էլեկտրոնային դեղատոմս որը դուրս գրվեց, դրանից հետո կտրականապես որևէ դեղատոմս դուրս չգրվեց։ Այսօր դուրս չի գրվում։ Ինչու չի գրվում, դա շատ պատճառներ կա, ձեր ասացի պես, օրինակ բժիշկը որպեսզի մի դեղատոմսը դուրս գրի, այդ պացիենտի ամբողջ հիվանդությունը պետք է ներբեռնի Արմեդ համակարգ, վերջում վերլուծություն անի, այդ վերլուծության արդյունքում նոր տվյալ դեղը նշանակի։ Ու շատ հավանական է որ վերլուծություն անի եւ այդ դեղը ուզենա նշանակի եւ այդ դեղը չլինի Արմեդ համակարգում, որտեղ ինքը գրանցված չի։ Հիմա տեսեք, այսինքն ու դա տևում է, ասենք կարա տևի միջինը, ես տարբեր բժիշկների հետ եմ խոսացել, 30-ից 40 րոպե, մեկ դեղի համար։ Իսկ չի կարա այդ վերլուծությունը հետո անի, բայց այդ պահին դեղատոմսը չի կարա, պետքա հաջորդականությամբ Արմեդ համակարգում նկատեմ այն որ դուք բերեցիք այն օրինակը, որ առաջ թղթի վրա գրում էին, սկզբից դա անի, ես չգիտեմ էլի տեխնիկապես։ Չէ, տեխնիկապես ինքը պետք է լրացնի, ներբեռնի, որովհետև այդտեղ նաև պետք է
այդ լաբորատոր փորձաքննությունը ներբեռնված եղնի, որտեղ պացիենտը պատճառ հետևանք այդ ամեն ինչը պետք է անի, վերջում վերլուծելով գա թե ինչ անտիբիոտիկ կամ որևէ բան, այլ տարբերակ չկա։ Հիմա փորձում են մշակեն ունենց, որ ուղղակի էլեկտրոնային դուրս գի, բայց այտենց ո՞նց կլինի։ Վերջը ասենք բժիշկը դուրս պետքա գրի, իսկ նախկինում ինչ էր տեղի ունենում, պացիենտը գնում էր որպես բժշկի մոտ, խորհրդատվության արդեն գիտի բժիշկը իր պրակտիկայից ելնելով թե տվյալ հիվանդության համար այս սխեմաներն է կիրառվում եւ ինքը նշանակում էր թղթի վրա իդեպ նշանակում էր սխեմայով, այսինքն մի բուժման համար կարող է մի 3-4 անվանում դեղ նշանակել։ Տվյալ պարագայում էլեկտրոնային դեղատոմսի համար յուրաքանչյուր դեղի համար առանձին էլեկտրոնային դեղատոմս պետք է գրվի։ Դա խնդիր է բերում։ Հետո պետք է այդ դեղը աշխատի։ Լինում էր դեպքեր, ես գիտեմ դեպքեր եղել էր, երբ որ որոշակի ցանկացել են անեն, բժիշկը ցանկացել անել, արմետ համակարգում սկսում էր հավաքել, հա, այդ մի 10 րոպե, 15 րոպե, համակարգը հետո կախում էր այդ իր ամբողջ հավաքածը կորում էր։ Հետո նորից պետք է այդ գործընթացը աներ եւ այլ։ Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ էլի պատճառներ կլինի, որոնք կարող են բժիշկները հստակ ներկայացնել, առ այսօր բժիշկները ըստ էության բացի այն դեղերից, որը որ կարիքներով գնվում է եւ անվճար բաց է թողում դեղատներից, հա, այդ սխեման դեռ աշխատում է, բացի դրանից էլ դեղորայք դուրս չի գրվում։ Այսինքն գործում են նախկին սխեման, թղթի վրա գնում ենք դեղատներին, ձեր շահառուներին, ձեր ասոցիացիայի։ Վարչարության մեջ էլ այդ օրենքը փոփոխությունից հետո այդ օրենքը միայն այդ կառավարության որոշման փոփոխությունը չէ։ Մի շարք օրենսդրական փոփոխություններ արեցին եւ դրա հետևանքով ասեցին, եթե դեղատունը չի բաց թողում դեղերը էլեկտրոնային դեղատոմսով, վարչարությունը կիրառվում եւ տուգանվում է։ Ինչա հիմա տեղի ունենում։ Գալիս են դեղատուն ստուգման տեսչական նույն մարմինը, տեսչական մարմինը դիմում է ՊԵԿ-ին, ՊԵԿ-ը տալիս է Այն ԱՏԳ կոդերով։ Հա, ԱՏԳ կոդերով տալիս է թե տվյալ դեղատնից ինչքան դեղ է, որտեվ հիմա արդեն դեղի անունը բնականաբար ՀԴՄ կտրոնից երևում է եւ դնում է ծրագրային հաշվարկում է, որ օրինակ այսինչ ցանցային դեղատունը կամ այսինչ դեղատունը, չգիտեմ, 25000 անվանում դեղ առանց դեղատոմսի է բաց թողել։ Տեսչական մարմինը առանց հետևողական նայելու թե օրինակ կարող է այդ մարդը ներկայացնում է, այդ տնտեսվարողը ներկայացնում է սովորական թղթային տարբերակ, ասում է չէ, ստեղ գրած է որ դու պետք է էլեկտրոնային բաց թողեր, այս օրինակ 470 անվանումը հարգելիս։ Հասկացա։ Դրա հիման վրա սկսում է տուգանքը։ Յուրաքանչյուր ստեղ երկու խնդիր էլ ունենք, յուրաքանչյուր անվանման համար տուգանվում էր 5000 դրամ։ Բայց մի պահ տեսչական մարմինը ուղղակի վերջի 2 ամիսը կարծես չի կիրառում ինձ հասած տեղեկությունների, սկսեց կիրառել յուրաքանչյուր ՀԴՄ կտրոնի համար, այսինքն օրինակ մի հակաբիոտիկ դեղ, որը 10 հաբ է, հա, պացիենտը ամեն օր գալիս էր մի հատ առնելու, օրինակ փող չուներ, ֆինանս չուներ, ամեն օր գալիս էր մեկ հատ առնելու։ Այդ յուրաքանչյուր կտրոնի համար կիրառում էր տուգանք։ Դրա համար ես տնտեսվարողներից կամ որ ամենաբարձրը 118 միլիոն թե 116 միլիոն տուգանել են։ Ամեն դեպքում մաթեմատիկորեն, բայց դա ավելի լավ չի կտրոնը, քան ամեն անուն դեղը։ Չէ, կտրոնը դե յուրաքանչյուր կտրոնը ստացվում է ստանդարտ դեպքերում բժիշկը նշանակում է 3 անուն դեղ գնում ես միանգամից առնում ես, ասենք հասկանում ես։ Բժիշկը sense տենես նշանակում է, բայց դեղատնից պացիենտը առնում է հատիկով։ Ֆինանս չունենալու պատճառով կամ այլ X պատճառով։ Ամեն դեպքում ես ցավոք սրտի մեր հաղորդումը այս մոտենում է ավարտին, ես հույս ունեմ էլի ժամանակ կգտնեք մի հատ, որտեվ թեմաները շատ հետաքրքիր էր։ Ես այս կտորը որ ամփոփենք բան Խաչատրյան, որովհետեվ ես մեր հաղորդման շրջանակներում շատ ենք խոսացել այս ոնց ասենք user research-ի մասին, էլի հիմա տեսեք տենց շատ արագ փորձում ենք հասկանալ, չէ, բժշկի մասին խոսեցինք 10-ից 30 րոպե եւ այլն, սա պարզագույն այդ օգտագործողի հետազոտության տվյալի պակաս է, որ գնանք տեսնենք ինչքան է միջինում բժիշկը ու բժիշկ ասելով պետք է նաեւ այդ էլ չէ վիճակագրությունով նայենք թե ովքեր են ամենաշատ բաները գրում դեղատոմսերը, ցավոք սրտի մեր մոտ կան Հայաստանում աճող հիվանդությունների տեսակներ, որոնց վրա ասենք պետք է նայենք խրախուսենք այնտեղ հեշտացնենք այսպես ասած վարչարությունը եւ այլն, չգիտեմ, քաղաքականություն մշակողները հենց դրա համար են, որ իրանք պետք է կանխեն այսպես ասած սպառնալիքները։
ու ստացվում է որ մենք որոշումները այս ձեր ոլորտում էլ էլի մենք հիմա տենց անդադ մենք ընդհանուր խոսում ենք ՓՄԶ-ների ոլորտում շատ կուզենամ մի օր նաև դեղ արտադրողների հետ խոսենք որտեղ իրանք էլ շատ կարևոր կտոր են մեր տնտեսության ու անվտանգության տեսանկյունից պետության բայց այդտեղ ինչն է որ դες մի բառով որ ամփոփեք մի նախադասությունով էլի ինչու է մեր մոտ այսպիսի որոշումներ ընդունվում երբ որ գնում ենք հողի վրա կիրառության մեջ տեսնում ենք որ հələ չեմ ասում բեռը բարձր է այդ տուգանքի կամ ես այսօր ուզում եի խոսենք նաև մեր տեղատների հետ շրջանառության հարկի եւ այլնի մասով հələ այդ կտորը հələ չեմ ասում կիրառելի չի այսինքն բարձագույն հիմա առաջի բանը որ գալիս է իմ մոտ որ պրակտիկորեն չէ որ ասում եք բժիշկները դադարեցին դուրս գրել պարզապես կիրառելի չի հիմա ինչու է մեր մոտ այդպես ընդունում որոշումները տեսեք իմ կարծիքով ոչ մասնագիտական մոտեցում է ցուցաբերվում, այսինքն ոչ խորապես ուսումնասիրված մոտեցում է ցուցաբերվում, գրեթե կարող եմ ասել մեր ոլորտի տեսակետից այդ որոշումները ընդունելու ժամանակահատվածում, այսինքն լիարժեք չեն ուսումնասիրում խոսքը լիազոր մարմինն է թե ու նախաձեռնողը հա տվյալ օրենսդրական փոփոխությունների չեն իրականացնում այն անհրաժեշտ գործողությունները օրինակ նույն տնտեսվարողների հետ նույն ասոցիացիաների հետ նույն այն կազմակերպությունների անհատների հետ ովքեր տեղյակ են մանրամասն թե ոնց է տեղի ունենում այդ ամեն ինչի շնորհիվ ստանում ենք այն ինչ որ ունենք նույն այս դեղատոմսի հետ կապված ասում եմ ազդեցության գնահատումներ չի արվում էլի բացարձակ մենք նույն փետրվար ամսին անցած տարի մենք զգուշացնում ենք որ չի աշխատելու որովհետև կա էս խնդիրները մեզ ասում են չէ ինչ եք ասում այդ խնդիրները լուծելով կգնանք առաջ մենք չի լինի դա Չէ, ասեցին դա գոլինի, որովհետև մենք գիտենք, որ հա, տվյալ որոշումը, որը որ էլեկտրոնային դեղատոմսի հետ էր կապված, դա անհրաժեշտ է, որպեսզի համապարփակ ապահովագրությունը ներդրվի, բայց հիմա հարց առաջանում, եթե 1 տարվա մեջ 1 տարի լրացել է, որևէ փոփոխություն, որևէ աշխատանք չիրականացվեց, որ էլեկտրոնային դեղատոմսերի հետ կապված խնդիրը ռեֆորմա իրականացվի, որևէ ձևով լուծեին Դրա պատճառով մենք ուղղակի առաջարկություն ենք արել, որովհետև քանի որ միակ խնդիրը այն է, որ տուգանվում է, այլ բան չկա։ Դեղատները տուգանվում են տասնյակ միլիոնավոր դրամներով։ Բայց միևնույն խնդիրը չի լուծվում։ Խնդիրը չի լուծվում։ Խնդիրը հիմա պաշտոնապես ասում եմ, յուրաքանչյուր դեղատուն, այդ 2200 դեղատուն, որ դեղատունը գնան վարչահարություն իրականացնեն, թե ստուգում իրականացնեն, միանշանակ բոլորը տուգանվելու են։ Միանշանակ, եւ դա բերելու է սննկացման։ Այսինքն մեծ դեղատները, որոնք մեծ շրջանառություն են անում, ցանցային դեղատները առավել եւս որ մեծ շրջանառություն են անում, տանելու է սննկացման։ Դրա համար առաջարկություն ենք արել, որպեսզի գոնե ժամանակավորապես վիվ, այսինքն վարչական իրավախախտումների մասին այդ հոդվածը ժամանակավորապես հանվի կամ այլ լուծում տրվի, որովհետև պետք է հետ գնալ նորմալ ազդեցության շղթան ամբողջ մի հատ նորից նայել, այլ տարբերակ չկա, որովհետև տեստ անցնել ու բան անել։ Եթե օրենք են հանում ուղակի տուգանելու համար, դա ուղակի ոչ ճիշտ մոտեցում է։ Շատ լավ։ Ափսոս մեր ժամանակը մոտեցավ ավարտին, պարոն Խաչատրյան, ասում եմ ձեզանից խոստում կորզելով, որ եւս մեկ անգամ կհանդիպենք։ Այնուամենայնիվ ես ուզում եմ այս առիթը օգտագործենք ու ձեր ասոցիացիան կարևորելով որ մեր երկրում էլի եմ կրկնում ինձ համար շատ կարևոր է որ էլի ՓՄԶ ասոցիացիաներ են ստեղծվում ոլորտային, ճյուղային եւ այլն կխնդրեմ երկու բառով նաեւ հնչեցնեք այդ երեք չէ հրապարակված ձեր բաց նամակի հիմնական պահանջը էլի վերաբերվում էր այս ազդեցության գնահատումների եւ այսինքն այս ռեֆորմների ոչ ճիշտ ընդունման եւ նամակը ուղղել էիք հենց կառավարության ղեկավարին, չէ՞։ Այո, կառավարության ղեկավարին նկարագրել էինք արդեն իսկ մանրամասը վերջի ժամանակահատվածում այդքան բարձրացված հնչեղությունը, խոսքը հենց ոչ միայն էլեկտրոնային դեղատոմսով, այլ այնտեղ որոշակի նաեւ այլ խնդիրներ կար, բայց շեշտը դրված էր գոնե այսօրվա փուլով էլեկտրոնային դեղատոմսի չկիրառվող այս իրավիճակը լուծում տալ գոնե տվյալ իրավիճակը կարողանա կառավարությունը այս հարցում իրականության մեջ լուծում տա
ոնց անկեղծ ասած միակ Դուք չեք կարող ասել։ միակ տարբերակը, որ օրենսդրական փոփոխություն անեն, թե չէ հակառակ դեպքում զուտ տնտեսվարողները Սենց դեպքում ես միշտ մենք էլ մեր ասոցիացիայով միշտ ասում ենք, որ ասում են դե լուծում առաջարկեք, ասում ենք լսեք, մենք ասոցիացիա ենք, ամբողջ պատկերը չենք տեսնում։ Մենք օգտագործողն ենք դա։ Ձեզ է կարծենք, անկեղծ ասում ենք, այս պատճառներով դա կիրառելի չի։ Ուրիշ հարցը մենք կարող ենք ձեր հետ գանք ֆոկուս խմբերի մաս լինենք, փորձենք այդ անենք ու ես հույս ունեմ, որ գոնե սենց այսպես ասած շատ կարևոր ապրանքների մասին է խոսքը գնում, դեղերի հետ կապված ավելի լուրջ ու խորը կմոտենան, հետ կկանգնեն նախկին ընդունած որոշումներից, այո, եւ ավելի խորը քննարկումների եւ ազդեցության գնահատումների արդյունքում կընդունվի փոփոխությունները։ Շնորհակալություն, հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրը անկախ տեղատների ասոցիացիայի նախագահ Արթուր Խաչատրյանն էր, ես Հակոբ Ավագյանն եմ, լավ եք, կհանդիպենք։